Հա։ Ինչ եղավ։ Սպասի հիմա կասեմ։ Հա, Ռուբ, ինչ տեսար։ Հնարավոր չի։ Ինչը։ Ոնց կարա սենց բան լինի։ Ռուբ, վերջը կասես, թե չէ։ Այդ մեյլը Զարայի կոմպից է ինձ եկել։ Զարայի։ Չեմ հասկանում Հակոբ Զարան ինչ կա։ Ուրախ եմ, որ իզուր չանցան եմ քո ջանքերը։ Գոնե Ղազարյանի թուքում ու ուտելուց հետո իրենք ինչ կարևոր բան կունենամ ասեմ։ Հակոբ սպասի։ Ղազարյանին բան մի ասա։ Նախ պետք է ես խոսամ Զարայի հետ։ Այդ հարցում ոչ մի բանով չեմ կարող օգնել։ Բայց ինչի Զարան չեմ հասկանում։ Դու այդ բանը թող մեր վրա։ Կպարզենք։ Մի անհանգստացի։ Ես ամեն հարցով կզբաղվեմ։ Մտեք։ Ղազարյան, ինձ կանչել եք։ Հա, Գևորգ։ Ուրեմն լսի ինչ ես անում։ Գնում ես Մաքսին Բերմանես ենթարկում։ Մի հոգ էլ կարող ես հետդ վերցնել։ Ինչի կանչել եք չի եկել, որ բերման ենթարկեք։ Չէ, հիմա եմ կանչում։ Ու ավելորդ հարցեր մի տուր։ Հասկացա։ Եթե հետը մի քիչ կոշտ ու կոպիտ լինեք, չի խանգարի։ Հասկացար ինչ եմ ասում։ Հա։ Ազատան։ Հա, գնա զբաղվի այդ հարցով։ Բարև Ռուբեն։ Յա, ումում, բայց քեզ չէի սպասում իմ մոտ տեսնել, պարոն պատգամավոր։ Քո այդ սարկազմը հիմա հեշտեղի չի։ Ես քիչ ջանք չեմ գործադրել քո այդ տեսակցության իրավունք ստանալու համար։ Այնպես որ բարի եղիր լսել։ Եվ ի՞նչն է քեզ բերել ինձ մոտ վրա։ Եթե իմ համակարգչի մեջ հայտնված լուսանկարների համար ես եկել։ Չէ։ Ես չեմ հավատում, որ դու կապ ունես նույնիսկ սպանության հետ։ Դու այդքան դուխ չունես։ Այդ դեպքում ինչ։ Անցյալի գործերը, որոնք վաղուց փակված պիտի լինեին։ Չեմ հասկանում, թե ինչի մասին ես խոսում։ Խոսում եմ քո հոր, իմ ու իշխանադունցի համաձայնագրի մասին։ Չհասկացա դրա մասին ինչ ես հիշել։ Հենց այնպես ուղղակի ես ուզում եմ համոզված լինել, որ այդ թեման փակված է։ Հրամ, ես ինչ ավոր շլեսին մեղքերիդ համար թողություն ստանամ։ Հարգելիս, ես մեղքերի թողության համար լրագրողների մոտ չեմ գնում։ Այն չես այդ թեման բացել։ Դու հիմա գլուխդ կորցրած մեղավորներ ես մանգալի քո հետ կատարվածի մեջ։ Իսկ ես քեզանից մի քայլ առաջ եմ մտածում ու քեզ զգուշացնում կարգով եմ ասում։ Հիմա ինձ լսի վռամ։ Ես իսկականից չեմ հասկանում, թե դու ինչի մասին ես խոսում։ Հա, նման համաձայնագիր եղել է ձեր եւ հորս միջև։ Շատ կասկածելի համաձայնագիր, որից հետո հայրս վախճանվեց։ Ու հիմա ես ձեռքիս տակ ոչինչ չունեմ անցյալը փորփրելու համար։ Իսկ ահա դու լուրջ մտածելու թեմա ունես, որովհետև ես լուրջ կասկածում եմ, որ իմ առևանգումը դու ես կազմակերպել։ Ինչի մասին ես խոսում։ Եթե սա քո հերթական։ Չէ, ես լուրջ եմ խոսում։ Դու երևի տեղյակ չես, որ ես հրաշալի երաժշտական լսողություն ունեմ։ Ու ինչ է դա նշանակում։ Այն, որ ես մեկի ձայնը մի անգամ լսելով, հետո չեմ մոռանում։ Հետո Ինձ առևանգող մարդու ձայնը շատ նման էր քո օգնականի ձայնին։
Ում ձայնն էր։ Արսենա ինչ անում։ Այն ինձ որ քո հրամանով քաղաքավարի հրավիրեց քո օֆիս։ Վրամ Շահամյանը խնդրել է մեզ, որ հրավիրենք ձեզ իր մոտ։ Շպարտ նախադասություն է։ Հրավիրեք ինձ իր մոտ։ Այո։ Ոչմ որ գնանք իր մոտ օֆիս, Էս արդեն մի քիչ ավելի պարզ է։ ավելի բարձրացնել։ Չէ, բարդը լավ է։ Բա որ ես որոշեմ հրաժարվել պարոն Շահամյանի հրավերից։ Դուք ինչ կանեք։ Ինքը մեզ խնդրել է, որ մենք մեզ կուլտուրական պահենք։ Հա։ Այդ դեպքում արժի ընդունել հրավերը։ Ռուբեն, շատ դիշովի խոդերի ես գնում։ Արսենը չեր կարա քեզ փախցներ։ Չհամոզեցիր վռամ։ Դու Ղազարյանին էլ ես ասել քո այդ հանճարեղ ենթադրությունների մասին։ Դեռ չէ, երբ 100%-ով վստահ լինեմ կասեմ, բայց լավ եմ ասի, երբ պարզեցի, որ Արսենն է եղել ու քո մատնել է խառը, դու պատասխան ես տալու ոչ օրենքի առաջ, որովհետև օրենքը անկատար է, իսկ քո հնարավորությունները մեծ։ Լավ, Ռուբեն։ Ես ինձ հետաքրքրող հարցերի պատասխանը ստացա ինչի համար եկել էի։ Իսկ քո մեղադրանքները փուչիկ են։ Ես քեզ առևանգելու հրաման չեմ տվել։ Դու շատ մեծ կարծիքի ես քո մասին։ Իսկ դա վատ է։ Շուտ առողջացի, պարոն Արտարամիտ։